Եթերում է առավոտ լուսոն, եթերում ենք մենք և եթերում է նաև մեր շատ սիրելի Անուշը Խաչատրյան, խոհանոցային բաժնում, ինչպես միշտ ամեն ինչ համակարգված է, բնության բարիքներն ենք մենք հիմա վայելելու, որովհետև այստեղից տեսնում եմ բաղադրիչներ, որոնք սիրել են շատերի համար ու բոլոր նրանք, ովքեր քաղցած են և ուզում են հետաքրքիր բաղադրատոմս, հենց հիմա ձեր հարմար տեղը գտեք հեռուստաէկրանների առջև։ Ողջույն, սիրելի Անուշ։ Ողջույն, սիրելի գործընկերներ, ողջույն, սիրելի հեռուստադիտողներ։ Այո, այսօր շատ հետաքրքիր պարզ աղցան ենք պատրաստում, բոլորի տանը հաստատ կլինի լոլիկ, վարունգ, ինչու չէ նաև ոսպ, տարբեր կանաչիներ, ձիթապտուղ, կարող է եթե ձիթապտուղ չլինի ոչինչ, և իհարկե պանիր, ես վերցրել եմ ֆետա, բայց եթե օրինակ ունենաք սովորական պանիր, կարող եք և սովորական պանիր ավելացնել։ Դե ինչ, սկսենք կտրել։ Սկսենք պատրաստել, այո։ Կարծես հունական աղցանի է նման, ինչ որ բաղադրիչներից այդպես եմ զգում, թե ոչ։ Եթե ոսպը հանենք։ Լիարժեք կարող է դառնալ հունական աղցան։ Այո, կարող է։ Եթե ոսպը հանենք, մի 2-3 բաղադրիչ էլ հանենք, քո ուզածը կստացվի։ Բայց պատկերացրու միայն ոսպը։ Ես չէի մտածել դրա մասին ու երևի թե այս անգամ շատ, քանի որ ոսպ կա, խառը կանաչի ենք վերցրել և առատ կանաչի ենք վերցրել ու շատ համեղ է լինում ոսպի հետ, ուղղակի նույնիսկ եթե այսպես ոսպն ու խառը կանաչին սոխով ու համեմունքներով առանձին աղցան կարելի էր պատրաստել, աղցանի դեպքում, հունական աղցանի դեպքում խառը կանաչի չկա, այդքան շատ, քիչ կանաչի է։ Հետաքրքիր է միայն ինձ մոտ է այդպես թե ոչ, բայց երբ ոսպ եմ տեսնում, միանգամից վերադառնում եմ մանկապարտեզի տարիները, որովհետև ժամանակին, այո, ոսպով պատրաստված ապուրները կամ ոսպով ցանկացած բաղադրատոմս, այսպես բույր էր տարածվում մանկապարտեզում ամբողջ և այդ բույրը մինչ այսօր ես երբ այսպես զգում եմ միանգամից վերհիշում եմ այդ տարիները։ Հիմա զգացիր, այսօր տեղափոխվեցիր մանկություն, որովհետև ոսպը եփված է արդեն։ Հոտը չզգացիր, որովհետև մենք խոհանոցում բայց հենց տեսա միանգամից վերադարձա։ Անուշ, մենք րոպեներ առաջ այստեղ խոսում ենք և նաև դիտեցինք տեսանյութ, որը վերաբերում էր կերակուրի թափոնների վերամշակմանը։ Այո։ Կամ պարզապես ճիշտ հետո նրան օգտագործելու, որ օրինակ խուսափենք գազերի, վնասակար գազերի արտանետումներից և ստանալ նույնիսկ պարարտանյութ, որը շատ կարևոր է, իսկ ինչ ես անում դու, որովհետև շատ ես լինում խոհանոցում, արդյոք կերակրի թափոնները տեսակավորում ես թե չէ, կամ առհասարակ աղբը տեսակավորում ես թե ոչ։ Աղբը տեսակավորում եմ և հիմա քանի որ լավ է, որ մենք ունենք արդեն նույնիսկ քաղաքային այդպիսի աղբամաններ, որ առանձին պլաստիկի համար և թղթի համար, ես առանձին ինձ համար բարդ չէ ունենալ մի քանի աղբաման և ես առանձին տեսակավորում եմ պլաստիկը, թուղթը և սովորական աղբը ու իհարկե սնունդը պահում եմ շների համար, որովհետև ես շատ եմ սիրում կենդանիների, ոչ միայն շունիկների, նաև կատուների և մենք հարևաններով կարող եմ ասել, որ այդպես հավաքվում ենք և նույնիսկ այսպես հարևաններից մեկի ամառանոցում շատ շունիկներ են ապրում բակում և մենք բոլորս հավաքում ենք ու տալիս ենք իրեն, տանում է այդ շունիկներին կերակրում։ Ի վերջո բնությունը շատ բան մեզնից չի պահանջում, որևէ ծանր աշխատանք, որևէ այսպես ժամանակատար աշխատանք, դες ընդամենը մեզնից հարկավոր է մի քանի վայրկյան տրամադրել, 1-2 դույլ ավել տան ունենալ և տեսակավորել, չգիտեմ, կերակրի թափոնները կամ աղբի տեսակը ու դրանով իսկ մենք նպաստում ենք շատ կարևոր ու բարի մի քանի գործերի։ Շատ բարի և կարևոր գործերի։ Չնայած աշխարհի ամենաբարի և կարևոր գործերից մեկը ուտելն է նաև։ Կամ բարի սրտով ուտելիք պատրաստելը նաև, կերակուր պատրաստելը, որ դու էլ այդ նույն էներգիայով և սրտով բարի ուտես ու համաձայն եմ, ուտելիք պատրաստելը, բայց մասնավորապես երբ Անուշն է դա պատրաստում։ Իհարկե։ Ուտելը չափազանց բարի և լավ գործ է։ Ինը ասեմ, որ գիտեի դու սիրում ես աղցաններ և իմացա, որ այսօր դու ես լինելու, դրա համար հատուկ ընտրեցինք այս բաղադրատոմսը, որ աղցան պատրաստենք և դու վայելես։ Մենք շատ պարզ և տարածված տարբերակով հիմա կտրում ենք վարունգը և լոլիկը, այո։ Այո, ավելացնում ենք եփված ոսպը, մի փոքր այստեղ արդեն աղ եմ ավելացրել, եփելու ժամանակ։ Անուշ, վերջերս լսել եմ
Հատիկեղենի առհասարակ խաշելու տարբեր եղանակներ, օրինակ բրինձը խաշելու տարբեր եղանակներ են խոհարաններ առաջարկում։ Օրինակ։ Օրինակներից մեկը ես հիմա կհիշեմ, որ Փորձիր, ինձ հետաքրքիր է։ հա, մի րոպե ես հիմա հիշեմ։ Որտեղից գիտի ես ամեն ինչը։ Հենց մեր Նա տաղավարում գիտի, էր։ բայց ես ոչ։ Չէ, հենց մեր տաղավարում էր, ես եթե չեմ սխալվում, որոշակի քանակությամբ պիտի ջուր լիներ 8 րոպե եւ ջուրը պիտի շատ չլիներ, որովհետեւ մենք սեր ունենք, չէ, առհասարակ խոհանոցում բրինձը այսպես մինչեւ վերջ եւ ավել ջուրը լցնում ենք քանակով, որ շատ ծածկի բրինձը ու արդյունքում ստանում ենք մի քիչ շատ ավելի այսպես փափուկ եւ իրար միահյուսված բրինձներ, բայց կա խաշելու տարբերակ, որ այսպես հատիկ առ հատիկ բրինձը կարողանում են մնալ տարայի մեջ։ Դե ընդհանրապես հատկապես բրինձը ունենք 1-2-ի հարաբերությամբ պարտադիր, որպեսզի ինքը ջուրը քաշվի եւ մնա բրինձը հատիկ-հատիկ։ Ինչ է նշանակում 1-2-ի։ Այսինքն 1 բաժակ բրինձ եւ 2 բաժակ ջուր։ Դա ամենատարածված։ Դա տարածված, այո, այո։ Տարբերակն է։ Դու հակառակն ես առաջարկում 2 բաժակ բրինձ, 1 բաժակ ջրով։ Եթե հիմա շատ հստակ չասեմ, ինչ եմ առաջարկում, որովհետև լավ չեմ հիշում, բայց հստակ հիշում եմ, որ այո, կար խաշել մի տարբերակ, որ շատ այսպես հատիկ, չնայած դա կարող է լինել նաև բրինձի տեսակից, չէ՞, եթե չեմ սխալվում։ Երկար Դե բրինձը եթե կարծես շիլա ենք ավելի պատրաստում, շիլան կարող է բնականաբար պետք է ավելի շատ ջուր լինի, ուղղակի կլոր բրինձը, իսկ եթե երկար բրինձն է, պարտադիր պետք է լինի 1-2-ի հարաբերությամբ։ Իսկ այս դեպքում ոսպը ինչպես ենք հաշվում, ինչ հարաբերություն է Ոսպը աչքաչափով ջուր ենք ավելի։ Աչքաչափով, Կոնկրետ ես այդպես եմ արել, ինձ հետաքրքիր էր, ինձ թվաց թե խոհարարները այստեղ ինչ որ խորհուրդ հասցրել էին տալ, բայց այդ մասով արդեն ես չեմ հիշում, որ ինչ որ մի բան ասած լինեն իմ հետ աշխատելու ժամանակ։ Բայց հետաքրքիր է։ Այո, հետաքրքիր է։ ասիացիներին է պետք հարցնել։ Նրանց համար բրինձը հացի տեղ կանցնի։ Այո, այո։ Այո։ Հիմա ռեհանը Ամեն ինչի հետ կտրենք։ բրինձ են ուտում։ Նույնիսկ խանութ մտնում ես, խնդրում ես քեզ հաց տալ, բրինձ են տալիս։ Բրինձ են առաջարկում։ Բրինձ են առաջարկում, այո։ Դե նաև կա բրինձից պատրաստված, չէ, ալյուներ։ Բրինձի հաց, հա։ Որոնցով նաև պատրաստվում են հացեր։ Ձի թապտուղն ենք մենք հիմա կտրատում, Անուշ։ Հիմա ռեհան ենք կտրում։ Մանրացնենք, ես կարմիր սոխը կտրեցի, սոխը թողեցի կիսալուսնաձև, որ ուտելու ժամանակ, եթե չցանկանաք, կարող եք ուղղակի մի կողմ տանել։ Շնորհակալություն, Անուշ։ Քանի որ դա շատ կարևոր համեմունք է, այո, քանի որ կարևոր համեմունք է եւ համային, եթե չլինի կարմիր սոխը, այս աղցանը այդքան համեղ չի ստացվի։ Դրա համար մենք կտեղավորենք, պարզապես շուտ կհանենք։ Դե կարմիր սոխի հետ կապված այո, անվիճելի է դա, օրինակ ամառային աղցաններ չի ունենա, հատկապես հյութի մասով իր այն բույր հատկանիշները, որ տալիս է կարմիր սոխը, այդ պարզ, բայց աշխարհի ամենահամեղ աղցաններից մեկին։ Սովորական մեր սիրելի ամառային աղցան։ Իսկապես։ Ես հավատացած եմ դրանում, այո։ Ես հավատում եմ ձեզ։ Իսկ ինչ է դու չես ուտում ինա։ Ոչ։ Սոխ չեմ սիրում։ Դու կուղես ես։ Տարօրինակ է, չէ, ու ես որևէ ուտելու բան չսիրեմ, բայց Օրինակ ես էլ այսպես չես փորձել դրա համար։ երբեք չեմ փորձել։ չես փորձել, Պատահմամբ մի քանի դեպքեր գրանցվել են, որ ջերել եմ, բայց միևնույն է ինձ դուր չի գալիս։ Ասում եմ ոչ մի Բայց բան չի եթե- եղել, այսպես որ նայում եմ քեզ, փորձելուց հետո ասեմ ավելին, շատ գեղեցկացած։ Ամեն ինչ կարգին է։ ինա իսկ եթե ճաշի մեջ եփված է, Եթե լավ եփված է եւ չնկատեմ, կուտեմ, բայց հետաքրքիր է։ Հոգեբանական պատնեշներ են, գուցե ինձ շատ դուր է գալիս իրականում սոխը, բայց Դու չգիտես։ ուղղակի մտածել ես, որ չես ինչ որ մի բան կա, որի Այո։ մասին ես չեմ հիշում եւ սոխի հանդեպ վերաբերմունք ունեմ, ընդ որում եւ ամբողջական սոխի եւ կանաչ սոխի։ Հետաքրքիր է ոչինչ կգա օրը եւ վստահ եմ ես դու կուղես այդ սխալ։ Դե սխալ չասենք, լավ կհաղթարես այդ։ Ինչ անուշ գույներ են։ այո։ Բույրը արդեն ես չգիտեմ այդտեղ հասել է թե ոչ, բայց սոխը եւ կանաչին երբ կտրեցի, հիմա արդեն գրեթե ամբողջությամբ բույրը հաղորդում է։ Հիմա այստեղ կավելացնենք ձիթապտղի յուղ, մի քիչ առատ, որովհետեւ ոսպը շատ է կլանում իր մեջ եւ
ձիթապտուղ, հենց այսպես, ուղղակի մեծ։ Եթե հատկապես մեր տանը ոսպը արդեն խաշած է, շատ արագ է պատրաստվում։ Այո, եւ շատ հագեցնող աղցան է։ Ահա, ինչ է մեզ մնում, կիտրոնը։ Եվ վերջերս ինձ նաև գրավում է անուշ, որ աղցանները հատկապես պատրաստելիս բաղադրիչները շատ այսպես մանր չեն կտրատում։ Այ օրինակ հիմա նկատեցի, որ ձիթապտուղը հենց այդպես իր ձևով առանց կտրատելու իր տեղը գտավ աղցանի մեջ, մի տեսակ համը ավելի լիարժեք եւ հյութեղ ես զգում։ Այս դեպքում անհրաժեշտ չէր եւ եթե իդեպ այսպես է, եթե աղցանը եթե մեկ բաղադրիչը կտրում ես մեծ, ուրեմն մյուսներն է պետք է լինեն այդպես։ Մեծ։ Այո, եւ չեն ջարդվում, այսպես ասած, գրեթե թարմ վիճակում են լինում, հյութն է շատ լոլիկի չի դուրս գա, այսպես։ Հիմա կիտրոնի հյութը ավելացնենք եւ ինչ է մնում մեզ, աղ ու պղպեղ։ Եվ վերջ։ Գրեթե։ Իսկ մատուցելիս ինչ ենք ավելացնելու, որպես այդպեսին կա։ Դե մենք այստեղ ունենք պանիր եւ կալամատա տեսակի ձիթապտուղ։ Պաների գոյության մասին այս դեպքում մոռացել ենք։ Պանիրը վերջում, այո, պարզապես կտրատում ենք։ Մի փոքր աղ, որովհետեւ ոսպը արդեն աղով եփել էի։ Հիմա խառնենք ու մատուցենք։ Մեծ սիրով եւ հաճույքով ես նույնպես կպատրաստեի այս աղցանը։ Մեծ սիրով։ Վստահ եմ մեր հեռուստադիտողները անպայման այսօր կպատրաստեն։ Հիմա մենք տեղափոխենք եւ հենց վրան կավելացնենք պանիրը։ Թարմ է ամեն ինչ եւ բույրը եւ տեղում պատրաստելը։ Սա կարող է լինել նաեւ հագեցնող ընթրիկ, օրինակ մեկ կտոր մսի հետ։ Արդեն ամբողջը իր մեջ պարունակում է։ Եվ հաշվի առնենք այն կարևոր փաստը նաև, որ ոսպը հարուստ է սպիտակուցներով, իսկ երեկոյան ժամերին, այո, խորհուրդ է տրվում ավելի օգտագործել սպիտակուցներով հարուստ բաղադրիչներ, բաղադրատոմսեր։ Այո։ Այնպես որ եթե ունեք դուք դրա պակասը, ոսպ շատ կերեք։ Լավ ու համեղ բան է։ Հիմա այստեղ մի քանի ձիթապտուղ կավելացնենք եւ կփշրենք պանիրը։ Իսկ այս աղցանը քո ֆավորիտների ցանկում է թե ոչ։ Այո։ Ես չկա շաբաթ, որ չպատրաստեմ։ Շաբաթը մի քանի օր։ Մեր տան անդամները բոլորը սիրում են։ Տեսեք, որքան գեղեցիկ, հաճելի։ Կարծում եմ մեր հեռուստադիտողները, եթե ոչ այսօր, ապա վաղը գոնե կպատրաստեն եւ կհիշեն մեզ։ Ես պանրակերս իհարկե շատ ավելի պանիր կանեի, չնայած որ հիմա ունենք այդտեղ։ Շնորհակալություն Անուշ, որ միացար մեզ հետաքրքիր բաղադրատոմսով, սիրելի հեռուստադիտողներ, մենք գնանք գնահատենք, վայելենք, շարժվենք առաջ ու վայելենք հրաշալի տրամադրություն։ Սոխկուտ է, չէ՞։ Չէ։ Գնանք փորձի խնդրում եմ։